Դոնալդ Թրամփը վերջին շրջանում արդեն երկրորդ անգամ հայտարարել է, որ կավարտեն Իրանի դեմ պատերազմը, սակայն չգիտի երբ։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Իրանում հաջողվել է հասնել իշխանափոխության։ Մենք արդեն հաղթել ենք, Իրանը այլևս ոչինչ չունի, առաջնորդներ էլ չունեն, բայց մենք զրուցում ենք ճիշտ մարդկանց հետ, որոնք ցանկանում են գործարք կնքել։ Երեկ մի զարմանալի բան տեղի ունեցավ, նրանք մեզ նվեր են ուղարկել, շատ մեծ նվեր, որը հսկայական գումարներ արժե։ Միայն կասեմ, որ դա կապված է նավթի եւ գազի եւ Հորմուզի նեղուցի հետ։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները վարում են Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ փոխվարչապետ Ջեյ Դի Վենսը։ Բանակցությունների ֆոնին որոշել ենք չհարվածել էներգետիկ օբյեկտներին։ Գործարքի հիմնական պայմանն այն է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Չեմ ուզում նախապես հայտարարություններ անել, բայց նրանք համաձայնել են, որ երբեք միջուկային զենք չեն ունենա։ Հատկանշական է, որ Իրանը պաշտոնապես հերքում է Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու Թրամփի հայտարարությունը։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Իրանը տարբեր երկրներից, այդ թվում տարածաշրջանային, առաջարկներ է ստացել միջնորդելու Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններում։ Մենք արձագանքել ենք դրանց։ Մեր դիրքորոշումը հստակ է, շարունակելու ենք պաշտպանվել։ Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, չեն կարող վստահել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, քանի որ արդեն դիվանագիտական աղետալի փորձ են ունեցել Վաշինգտոնի հետ։ Թեև Իսլամական Հանրապետությունը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցելու Թրամփի հայտարարությունը, իրանական զլմները գրում են, որ Թեհրանը մերժել եւ իրականությունից կտրված է որակել հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկները։ Իրանական կողմը նշել է, կավարտեն պատերազմը, երբ նպատակահարմար համարեն եւ երբ իրենց պայմանները հաշվի առնվեն։ Ավելի վաղ Associated Press-ը վկայակոչելով իր աղբյուրները հայտնել էր, որ Իրանը ԱՄՆ-ից 15 կետից բաղկացած հրադադարի առաջարկ է ստացել, որն ի թիվս այլնի ենթադրում է միջուկային եւ հրթիռային ծրագրերի սահմանափակում, միջուկային օբյեկտների ապամոնտաժում եւ Հորմուզի նեղուցի ապաշրջափակում։ Փոխարենը Միացյալ Նահանգները կարող է թույլատրել հակաիրանական պատժամիջոցները, ինչպես նաեւ գործակցել Թեհրանի հետ քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, Իրանի արտգործնախարարը Չինաստանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հավատացրել է, որ այն բաց է միջազգային անվտանգ նավագնացության համար, բայց միայն այն երկրների համար, որոնք չեն մասնակցում Իրանի դեմ ագրեսիվ պատերազմին։ Աբբաս Արաղչին ընդգծել է, Թեհրանը ցանկանում է հասնել համապարփակ, այլ ոչ ժամանակավոր հրադադարի։ Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները։ Իսրայելը ամերիկյան ուժերը թիրախավորել են Թեհրանը եւ իրանական այլ բնակավայրեր։ Իրանը տեղեկացրել է ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ կրկին հարված է հասցվել Բուշերի ատոմակայանի տարածքին։ Վնասներ չեն արձանագրվել։ Իսլամական Հանրապետության ուժերն էլ հարվածել են Իսրայելին եւ տարածաշրջանում որոշ օբյեկտների։ Պայթյուններ են որոտացել Քուվեյթում, Բահրեյնում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում։ Իրաքում զինվորականներ են զոհվել եւ վիրավորվել։ Սպիտակ տնից հայտնել են, որ չնայած բանակցային գործընթացին չեն պատրաստվում թույլատրել ռազմական գործողությունների դինամիկան։ Իսրայելը եւս շարունակելու է ռազմական հարվածները ինչպես Իրանում, այնպես էլ Լիբանանում։ Դիանա Գասպարյան, լուրեր։